պարբերաբար անդրադառնում եք այս հարցադրումներին, այս պահանջներին, ինչ անել, որ բացի հանրային մտահոգությունը նաև լինի հանրային գործընթաց այս օրակարգերի շուրջ, ավելի լայն։ Նախ իրավիճակի համար գնահատական, չկա այդ գնահատականը ոչ հանրային մեծ լսարան ունեցող գործիչների, ոչ կուսակցական գործիչների առաջնորդների, ոչ էլ մտավորականության ու փորձագետների, չկա նույնական գնահատական։ Երբ Ադրբեջանի նախագահը զուգահեռում է այն դատավարությունը, որը Բաքվում է տեղի ունենում Նյուրնբերգի հետ, մենք հստակ պետք է հասկանանք, որ ինքը ասելու է, որ դատապարտյալների կամ մեղադրյալների աթոռներին նստած են մի մասը։ Ձեզ վստահեցնում եմ, շուտով հարյուրավոր, եթե ոչ հազարավոր անձանց վերաբերյալ Ադրբեջանը հայց է ներկայացնելու միջազգային ատյաններ, այդ թվում Հայաստանի Հանրապետության 3 նախագահների, պաշտպանության նախարարների, շտաբի պետերի, հազարավոր, եթե ոչ տասնյակ հազարավոր անձանց, որոնց ըստ Ադրբեջանի նախագահի հանցագործներ են, որոնք պետք է դատվեն։ Սա առաջին Նյուրնբերգի հետ կապված։ Երկրորդ, Նյուրնբերգում ոչ միայն դատվում էր պատերազմի իրական հանցագործները, որոնք մարդկության դեմ հանցանք են գործել, այլև Գերմանիան ամբողջովին կապիտուլացվեց։ Հիմա Ադրբեջանի նախագահի իրական պահանջը փաստացի Հայաստանի ամբողջական կապիտուլյացիան է, որը նշանակում է Հայաստանը առանց պայմանների ընդունում է Ադրբեջանի բոլոր պահանջները, այդ թվում բանակ չունենալու 300,000-ից մինչև 1 միլիոն իբր փախստականների վերադարձի կյանքի եւ ապրելու իրավունքի ապահովում։ Որ կորպուսով մի քիչ դեպի այս կողմ թե։ Այսպես։ Այդ թվում այսպես կոչված Տրամպի ուղու ամբողջովին Ադրբեջանի վերահսկողության հանձնելու։ Այդ թվում ըստ Ադրբեջանի նախագահի թվով 5,000 իբր Ադրբեջանի քաղաքացիներ Արցախի առաջին պատերազմի ժամանակ անհետ կորած լինելու, նրանց մահվան հանգամանքները պարզաբանելու եւ մեղավորներին հայտնաբերելու պատժելու։ Ես ձեզ վստահեցնում եմ, տասնյակ հազարավոր հայեր են լինելու։ Պարոն Նահապետյան, նայեք, հանցագործության մեջ են մեղադրում հայերին, որոնք հայտնվել են, որոնց ապօրինաբար պահում են Ադրբեջանում, բայց հարց է առաջանում, ինչու այնտեղ չեն նաև միջազգային այն կառույցների ներկայացուցիչները, որոնք տարիներ շարունակ այսպես կոչված հանցագործների հետ բանակցել են, եղել են Արցախի Հանրապետությունում, այդ թվում ՀՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչները։ Այդ ինչպես է ստացվում, երբ որ այն ժամանակ լեգիտիմ էր բանակցությունը, շփումը այդ մարդկանց հետ, այս պահին այդ մարդիկ դարձան հանցագործ, ուրեմն հանցագործ են նաև այդ անձինք։ Բարդվողի կողքը սովորաբար չեն կանգնում։ Եկեք այս սիրողությունը արձանագրենք։ Այն ժամանակ Հայաստանի Հանրապետությունը աշխարհի եւ տարածաշրջանում շարունակող պետությունների համար առնվազն 2 գործոնով ինքը սուբյեկտ էր։ Դա Արցախն էր, հայկական եւ բանակը մեր միացյալ բանակը։ Հիմա չկա ոչ Արցախը, ոչ բանակը։ Եվ բնականաբար պարտվողի կողքը ոչ մեկ չի կանգնում։ Ավելին բոլորը մեղադրում են հայկական կողմին, որպես պարտվող կողմ։ Ավելին ասեմ, որ վայ իշխանություններն էլ լծակից են Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությանը։ Սովորաբար մենք մի փոքր բարկանում ենք, զայրանում ենք, վրդովում ենք, թե ինչու կեցված չեն դրսևորում եւ այլն։ Այդ մտայնությունից պետք է ժամ առաջ, օր առաջ դուրս գալ։ Հայաստանի օրվա իշխանությունները կոլաբորանտ իշխանություններ են, որոնք պատերազմի մարտի դաշտում պարտվել են եւ այս պահին կատարում են Ադրբեջանի եւ առնվազն իր թիվ 1 ռազմավարական դաշնակից Թուրքիայի շահերի սպասարկումը։ Լծվել են դրան։ Եվ այդ առումով մեր ժողովուրդը կապ չունի այդ ժողովրդի անձանցից որքանն են ժամանակին Արցախում կռվել, պաշտպանել, տնտեսական գործունեություն ծավալել, ըստ Ադրբեջանի անօրինական սահման հատել եւ այլն։ Այս բոլորը մի կողմ դնենք։ Նորից եմ ասում, Ալիևը վերջում ասելու է ես մարդասեր եմ, որտեվ եթե ցուցակ տրամադրեմ, թե ինչ հանցանքներ են գործել Հայաստանի քաղաքացիները Ադրբեջանի նկատմամբ, առնվազն մի 2 միլիոն մարդու ազգանուն կարող է տալ։ Ասելու է ինքը ինձ պետք է մի 50,000, ոչ ավել, ոչ պակաս։ Իդեպ ասեմ ձեզ, համաշխարհային պատերազմի ավարտից հետո 100,000-ավոր գերմանացիներ, որոնք անգամ չէին գերեվարվել, բայց քննությունների արդյունքում պարզվեցին, որ ծառայել են եւ Վերմախտում եւ Գերմանիայի հատուկ ծառայություններում, գեստապոյում, SS-ում, SD-ում, նրանք հետո պատժվեցին,
ձերբակալվեցին, երկար տարիներ անազատության մեջ եղան։ Այնպես որ Ալիևը, երբ որ ասում են Նյուրնբերգ, նորից եմ կրկնում։ Ալիևի խոսքերին շատ ավելի լուրջ պետք է նայել, քան իրականում մատների արանքով։ Նույն իշխանությունները հասկանալի է, քանի որ լծակից են, նրանք չեն խոսելու, բայց բոլոր այն Հայաստանի քաղաքացիները, նորից եմ ասում, փորձագետներ լինեն, մտավորականներ, կուսակցական, հասարակական գործիչներ, իրենք պետք է կեցած դրսևորեն, որտեղ վաղը այս խնդիրը բախելու է բոլորի դուռը, եթե որից մեկը մտածում է, որ ինքը այս ամեն ինչից փրկնելու է, վստահաբար ասեմ ոչ, ինչու գոնե առնվազն Ադրբեջանի հատուկ ծառայություններում կա 91 թվականից առես վերջերս Հայաստանի Հանրապետության նախագահի վարչապետի հրամանագրերով պետական կառավարական պարգևներ ստացած, հետո գերատեսչական պարգևներ ստացած անձանց ազգանները, կոչումները, տվյալները, այդ բոլորի ցուցակով Ադրբեջանը հայց է ներկայացնելու։ Ձեզ վստահեցնում եմ 50-100 հազար մարդու։ Ասելով այս բոլորը հանցագործ են։ Եվ հետաքրքիր ինչ են անելու։ Օրինակ օրվա իշխանությունները ինչ են անում, ասելու են չէ հանցագործ չեն։ Ասելու են չէ դուք հայտարարեք հետախուզում, որտեղ որ լինեն Հայաստանցիներ ես կարտահանձնեմ, դրսում էլ դուք ձերբակալեք, այդպես է լինելու։ Այդ ժամանակ արդեն գնացքը հաստատ անցած կլինի եւ շատ բաներ, որից ձեւով հնարավոր չի հետընթաց անել։ Հիմա այսօր գոնե ժամ առաջ մենք բարձրացնում ենք ինչի համար, որտեղ վաղվա Ալիևի քայլերի ամբողջ տրամաբանությունը գալու է դրան։ Ավելին տնտեսվարող սուբյեկտների ղեկավարներին, մասնակիցներին եւս ձերբակալելու են։ Ավելի նրանք, ովքեր որ ժամանակին իրանց որդիները, զավակները ծառայել են Արցախում, գնացել են զավակներին տեսություն, Ադրբեջանն նրանց նկատմամբ եւս հետախուզում է հայտարարելու, որտեղ անօրինական սահման են կտրել։ Այս ամեն ինչը սկսվեց ոչ թե 44 օրյայի ավարտից հետո, այլ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, հիշեք ես, հոկտեմբերի 6-ին Փաշինյանը Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս, Ադրբեջանի նախագահին տվեց այս իրավունքները։ Ընդ որում իրավունքներ, որոնք նաև միջազգային տարբեր կոնվենցիաներով ամրագրված են։ Այսինքն իրական պատասխանատուն էստեղ Ալիևը չէ, Ալիևը անում է իր երկրի համար, որը հասկանալի եւ ըմբռնելի է մեզ համար։ Պատասխանատուն Փաշինյանն է այդ քայլով։